Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մշտապես հետևողական պայքար է մղել ապօրինի պահվող զենքզինամթերքի հայտնաբերման և շրջանառությունից դուրսբերման ուղղությամբ։ Պայքարի առանցքում են ինչպես դրանք առգրավելու, այնպես էլ կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղերձը հստակ է՝ ձևավորել ընկալում, որ կամավոր հանձնված յուրաքանչյուր զենք հանրային անվտանգության ապահովմանն ուղղված պատասխանատու քայլ է։ Ոստիկանության կողմից կատարվող բացատրական աշխատանքների արդյունքում վերջին տարիներին շատ են այն դեպքերը, երբ քաղաքացիները կամովին ներկայացնում են իրենց մոտ տարբեր առիթներով հայտնված ապօրինի զենք զինամթերքը։ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքը տվել է շոշափելի արդյունք։ Կամավոր հանձնվել է տարբեր տեսակի 912 միավոր զենք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 101-ով։ Ոստիկանությունը չի սահմանափակվում, այլ մշտապես օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ուժեղացված ծառայությունների արդյունքում հայտնաբերում է քաղաքացիների մոտ գտնվող ապօրինի զենք զինամթերք։ 2026 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավել է 381 միավոր զենք։ Ընդհանուր առմամբ ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Կոչ եմ անում մեր քաղաքացիներին, ովքեր իրենց մոտ ունեն ապօրինի զենք զինամթերք, ներկայացնեն ոստիկանություն, որով կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե իրենց արարքում այլ հանցակազմ առկա չէ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակելու են օպերատիվ աշխատանքը ապօրինի պահվող զենքզինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Քրեական պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցը զենքզինամթերքը կամավոր հանձնելն է, եթե ձեր գործողություններում այլ հանցակազմ չկա։